Այս ռելիեֆին կարող ենք ասել դասական ռելիեֆ։ Դասական ռելիեֆը ներկայացնում է հարթ, մեղմ կորով, բայց այն կարող է լինել նաև կոտրված գիծ, օրինակ կոտրվածքային գիծ, այս ուսի հատվածում միացման տեղը, որը գալիս է արջևից, այնուհետև շարունակում է մեջքից, այստեղ կարող է լինել կոտրվածքային։ Կամ չգիտեմ որքանով է այդ բառը հայերեն, կարող ենք ասել կոտրվածքագծային գիծ։ Ստացվում է դասական ռելիեֆը սկսվում է ուսի գծից, վզափորվածքից եւ թևի փորվածքից։ Ընդգրկող հագուստներում ռելիեֆային կարը կարող է անցնել կրծքի կենտրոնի հենց կետով կամ 0.5-ից 1.5 սանտիմետր տեղափոխված դեպի կողքի կար, դեպի կողք։ Այդ փոքր տեղաշարժը չի փոխում կամ փչացնում նստեցումը, քանի որ կրծքագեղձերը ունեն ոչ թե սուր, այլ կլորացված ձև։ Այս մոդելների վրա ցույց տամ, հնարավոր է ոչ այդքան հարմար մոդելներ են, բայց ամեն դեպքում կիսաընդգրկող հագուստներում ռելիեֆը կարող է կրծքի կենտրոնից ավելի մեծ հեռավորության վրա գնա կողք, մոտավորապես 2-3 սանտիմետր։ Այդ ժամանակ տեսողականորեն այս հատվածը ավելի հարթ է նայվում։